Էստոնիայի կառավարությունը մտահոգություն է հայտնել Jaguar նավի հետ կապված միջադեպից հետո Բալթիկ ծովում հնարավոր էսկալացիայի և ռուսական նավագնացությունը բոլոր միջոցներով պաշտպանելու պատրաստակամության մասին Կրեմլի հայտարարությունների կապակցությամբ։ Այս մասին գրում է Տելեգրաֆ թերթը։ Ինչպես գրում է թերթը, միջադեպը տագնապ է առաջացրել Արևմուտքում և ստիպել է մտածել, թե ինչպես կարող է նրա սահմանափակ ռազմական նավատորմը ծովում դիմակայել ռուսական ռազմածովային ուժերին։ Ավելի վաղ Էստոնիայի ռազմածովային ուժերն ու ՆԱՏՕ-ի ավիացիան փորձել են ստիպել Jaguar նավին, որը նավարկում է Գաբոնի դրոշի ներքո, դուրս գալ միջազգային չեզոք ջրերից և անցնել այն գոտի, որտեղ նրան կարող էին ձերբակալել։ Էստոնիան սպառնացել է նավի անձնակազմին, որը բաղկացած է եղել նաև Ռուսաստանի 4 քաղաքացիներից։ Նավն անտեսել է Էստոնիայի պահանջները և ուղևորվել դեպի երթուղու վերջնակետ՝ ռուսական Պրիմորսկ նավահանգիստ։ Դրանից հետո Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Տսկախնան հանդես է եկել պնդմամբ, որ տանկերը գրավելու փորձերի ժամանակ օդ է բարձրացվել ռուսական կործանիչ, որն էլ խախտել է Էստոնիայի օդային սահմանները։